Reopen-ի եթերում Renews-ի գլխավոր թողարկումն է բարի երեկո սիրելի հայրենակիցներ, Գեղարքունիքի մարզում 3 տարեկան երեխա է կորել, մեր նկարահանող խումբը առավոտից դեպքի վայրում է եղել, այս թողարկմանը միասին փորձել ենք հասկանալ ինչ են կարողացել պարզել իմ գործընկերները, բայց նախ մի քանի տողով ծանոթանանք նաև մյուս թեմաներին ու սկսենք։ 3 տարեկան Տիգրանի անհետացումից ցնցված է գյուղը, հարյուրավոր փրկարարներ, ոստիկաններ ու գյուղացիներ են միացել որոնումներին։ Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում ավերածություններ ու վիրավորներ կան։ Արտաքսում են թուրքերին ու ադրբեջանցիներին Մոնտենեգրոյից, ինչն է կատաղեցրել չեռնոգորցիներին։ Թուրքիան ուզում է արդիականացնել իր ռազմաօդային ուժերը, Մեծ Բրիտանիայի վարչապետն Անկարայում է։ Ջենզիի հաղթարշավը Աֆրիկայում 92-ամյա նախագահի վերընտրվելուց հետո հակակառավարական ցույցերը հասել են Կամերուն։ Եվ մեծ արագությամբ աստերոիդ է մոտենում երկիր մոլորակին, ՆԱՍԱ-ն կպարզաբանի, արդյոք բոլորիս վերջը եկել է։ Եվ այսպես սկսենք բոլորիս ցնցած 3-ամյա տղա երեխայի կորելու մասին հայտնի վերջին նորություններով։ Գեղարքունիքի Ծափաթաղ գյուղում որոնողական աշխատանքները շարունակվում են։ 200-ից ավելի փրկարարներին օգնելու համար անգամ Երևանից են կամավորներ գնացել։ Երեխան անտառում խաղացել է 5 տարեկան եղբոր հետ։ Միայն նա կարող է պատմել, թե վերջին անգամ որտեղ է տեսել փոքր եղբորը, սակայն երեխան խոսքի խնդիր ունի։ Գյուղում մեր նկարահանող խումբին ասել են, այսօր ծնողները երեխաներին մանկապարտեզ չեն տարել, սակայն առևանգման վարկած այս պահին հավանական չեն հավանում իրավապահները։ Իդեպ 3-ամյա Տիգրանը մոր ծննդյան օրն է անհետացել։ Տիգրանի տեղը ցույց տուր, ուր է Տիգրանը։ Տիգրանը ուր է։ Հարյուրավոր ոստիկաններ, փրկարարներ ու կամավորներ են միացել Երևանից անհետացած 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքներին։ Երեխան անհետացել է հոկտեմբերի 27-ի երեկոյան Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում։ Ըստ նախնական տվյալների երեխան եղբոր հետ հենց այս կամրջի մոտ է խաղալիս եղել, բայց եղբայրը մենակ է վերադարձել տուն։ Նա ոչինչ պատմել չի կարող, չի խոսում։ Ընտանիքում 5 երեխա են, 3 եղբայր ու 1 քույր ունի Տիգրանը։ Լուր կա, որ 3 Տիգրանի մոր ծնունդն է եղել։ Համայնքի ղեկավարն ընտանիքի մասին դրական կարծիք ունի, նորմալ հարևանություն էին անում։ Մարզպետ Կարեն Սարգսյանը ևս Հովհաննես-ովներին գիտի որպես պարկեշտ ընտանիք։ Ընտանիքը սոցիալապես անապահով ընտանիք է, որպես այդպեսին համայնքում բոլորը ճանաչում են իրենց, բազմամարդ ընտանիք է։ Որոնումներն ընթանում են ինչպես գյուղի տարածքում, հարակից անտառներում, այնպես էլ Սևանա լճի ափին, դրոններով ու կինոլոգիական խմբերով։ Շուրջ 200 կամավոր է մասնակցում որոնողական աշխատանքներին։ Կիրառում ենք բոլոր տեսակի տեխնիկական միջոցները, սակայն դեռևս հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները դրական արդյունք դեռևս չեն տվել։ Ծնողներն այսօր երեխաներին մանկապարտեզ չեն ուղարկել, վարկածներից մեկն առևանգումն է։ Տիգրան Հովհաննեսովի անհետացման դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է սպանությունը։ Իդեպ սա վերջին կես տարում մանկահասակ երեխայի անհետանալու երկրորդ դեպքն է։ Կոտայքի Մարմարիկ գյուղում կորել էր 2-ամյա Տիգրան Պետրոսյանը։ 20 օր տևած որոնողական աշխատանքներից հետո երեխային գտել էին գետում։ Սիմոն Հովհաննիսյան, Անի Հովհաննիսյան և Գևորգ Սիանոսյան, Reopen Media։ Ես հենց նոր էլ փորձում էի հասկանալ, թե ինչ նոր տեղեկություններ կան, ցավոք դեռևս ոչ մի բան, որոնողական աշխատանքները շարունակվում են, անշուշտ բոլորս հույս ունենք, որ կգտնեն Տիգրանին։ Զինծառայող է թեթև մարմնական վնասվածք ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման պատճառով, հայտնում են Պաշտպանության նախարարությունից, նրա առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում։ Զինծառայողի բուժումը կազմակերպվել է Կայազորի հոսպիտալում և Երևանի զինվորական հոսպիտալ տեղափոխելու կարիք չի եղել։ 3 տարի 2 ամիս կալանքի տակ պահելուց հետո Պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով, հայտնել է նրա պաշտպանը։ Հիշեցնեմ, որ գեներալը կալանավորվել է 2022-ի սեպտեմբերի 1-ին, Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանազանցության համար, որն ազգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ըստ մեղադրանքի նա չունենալով նման լիազորություն Արեգա-Բարձունքից նահանջի հրաման է տվել, ինչի հետևանքով Բարձունքն ու հարակից դիրքերը անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Արզումանյանը չի ընդունում մեղադրանքը, այս տարիներին դատական նիստեր չեն կայացել։
Փոխվել է նաև փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը, բացակայելու արգելքով նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բաց նամակ դիմում էր հղել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, խնդրելով վերացնել փաստաբանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը։ Պատճառն այն էր, որ Կոչուբաևի երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատացել է եւ նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ Կոչուբաևը մեղադրվում է դատավորի դատախազի քննիչի մասին արատավորող նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու համար։ Զվարթնոտ օդանավակայանում րոպեներ առաջ դիմավորել են Մոսկվայից Երևան վերադարձող Մասիս համայնքի ղեկավար, այդպես էլ չկայացած իմպիչմենտի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին, նրան Երևանի քրեական դատարանը 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել եւ որպես խափանման միջոց կիրառել է կալանքը։ Նրան դիմավորելու համար գնացել են հարազատները, համակիրներ, հանրապետական կուսակցության անդամներ։ Օդանավակայանի տարածքում նաեւ ոստիկանական ուժեր են կուտակվել, Դավիթ Համբարձումյանին կալանավորել են հենց ինքնաթիռի դռան մոտից։ Գնանք առաջ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն է հայտարարել, թե Արևմուտքը փորձում է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներին կտրել դաշնությունից, բայց Մոսկվան կկանխի նման փորձերը բոլոր հնարավոր միջոցներով։ Լավրով մասին խոսել է Եվրասիական անվտանգության Մինսկի 3-րդ համաժողովի նիստից հետո։ НАТО, Евросоюз выстраивают свои ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը կառուցում են իրենց սեփական երկխոսությունը, փոխգործակցության կառույցները Կենտրոնական Ասիայի երկրների, Անդրկովկասի երկրների հետ եւ Արևմուտքը փորձում է այդ կապերը օգտագործել ոչ այնքան փոխշահավետ համագործակցության համար, որքան այդ երկրներին Ռուսաստանի դաշնությունից կտրելու նպատակով։ Մենք կկանխենք նման միտումները բոլոր առկա հնարավորություններով՝ դիվանագիտական, քաղաքական, տնտեսական։ Ռուսաստանը երբեք չի համաձայնի, որպեսզի Կենտրոնական Ասիայում եւ Անդրկովկասում իր դաշնակիցների ու համախոհների բարի կամքն օգտագործվի եւ չարաշահվի եւ որ նրանց մղեն դեպի Ռուսաստանի հետ հակազդեցության, ինչը բացարձակապես անբնական է նրանց տնտեսական եւ քաղաքական շահերի համար։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն է այցելել Թուրքիա հանդիպելու նախագահ Էրդողանի հետ, որպեսզի քննարկեն Եվրոֆայթեր կործանիչ ինքնաթիռների վաճառքը Թուրքիային։ Սա շատ կարևոր քայլ է Թուրքիայի համար, քանի որ նրանք ցանկանում են նորացնել իրենց ռազմական ինքնաթիռները։ Հիշում եք, Միացյալ Նահանգները Թուրքիային դուրս էր թողել F-35 նորագույն ինքնաթիռների ծրագրից, քանի որ Թուրքիան Ռուսաստանից գնել էր S-400 հրթիռային համակարգեր։ Այդ պատճառով Թուրքիան հիմա դիմել է Եվրոպային։ Չնայած Գերմանիան սկզբում դեմ էր այս ինքնաթիռների վաճառքին Գազայի պատերազմի հարցում Թուրքիայի դիրքորոշման պատճառով, բայց այժմ նրանք համաձայնություն են եկել։ Գործընկերներս հիմա ավելի մանրամասն ձեզ կպատմի։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ստորագրել են աշխարհում լայն արձագանք ստացած պաշտպանական համաձայնագիր, որով Թուրքիան 8 միլիարդ ֆունտ ստերլինգի կամ 9 միլիարդ եվրոյով ձեռք է բերելու 20 Եվրոֆայթ Typhoon կործանիչ։ Այս գործարքը խորացնում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև ռազմավարական կապերը եւ զգալիորեն ուժեղացնում Թուրքիայի օդային պաշտպանությունը տարածաշրջանային մրցակիցների, այդ թվում Իսրայելի հետ հավասարակշռությունը պահպանելու ձգտման ֆոնին։ It is a landmark moment. Սա շրջադարձային պահ է, որն արտացոլում է մեր առկա համագործակցության աճող խորությունն ու ընդգրկունությունը եւ ավելի առաջ գնալու մեր ձգտումը։ Դրա հիմքում մեր այսօրվա համաձայնությունն է, որ Մեծ Բրիտանիան Թուրքիային կտրամադրի 20 նոր Եվրոֆայթեր Typhoon ինքնաթիռ, ապագայում ավելին տրամադրելու հեռանկարով։ Մեծ Բրիտանիայի վարչապետի այցը տեղի ունենում Անկարայի արևմտյան գործընկերների հետ հարաբերությունների ջերմացման ֆոնին, քանի որ Թուրքիան արդեն 3 տասնամյակ ձգտում է արդիականացնել իր հնացող F-16-ների պարկը։ Այս քայլը պայմանավորված է տարածաշրջանային մրցակիցների, մասնավորապես Իսրայելի ռազմաօդային ուժերի հզորությանը հակազդելու անհրաժեշտությամբ, ինչը ստիպում է Թուրքիային փնտրել անհապաղ լուծումներ։ Հենց այդպիսի անհետաձգելի լուծում է 4.5 սերնդի Եվրոֆայթեր Typhoon կործանիչի ձեռքբերումը։ Այս գործարքը նպատակ ունի լրացնելու ռազմավարական բացը, մինչև շահգործման Թուրքիայի սեփական տեխնոլոգիապես ավելի առաջադեմ 5-րդ սերնդի կան կործանիչը, որը դեռ մշակման փուլում է։ Էկոնոմիկ իլիշկիlerimizi Մենք վճռական ենք էլ ավելի ամրապնդելու մեր տնտեսական հարաբերությունները։ Մեր համապատասխան հաստատություններն ու կազմակերպությունները բազմաթիվ միջոցներ են ձեռնարկում, այդ թվում թարմացնելով մեր ազատ առևտրի համաձայնագիրը։ Մենք նաև ուսումնասիրում ենք երրորդ երկրներում համատեղ ներդրումային հնարավորությունները։ Մենք նպատակ ունենք նոր գործընկերություններ հաստատելու էներգետիկայի եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտներում։ Մինչ ՆԱՏՕ-ի դաշնակցի հետ պաշտպանական կապերն ամրապնդվում էին, տարածաշրջանային մեկ այլ ուժի հետ լարվածությունն
կազմումն ակնհայտ էր։ Նույն օրը Բուդապեշտում Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սարը հայտարարեց, որ Իսրայելը չի ընդունի թուրքական զինված ուժերի ներկայությունը Գազայում, որպես ցանկացած միջազգային խաղաղապահ առաքելության մաս, ընդգծելով Էրդողանի կառավարության թշնամական դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ։ Ցավոք եւ հիմնականում վերջին 2 տարիների ընթացքում, բայց նույնիսկ դրանից առաջ, Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ թշնամական քաղաքականություն է վարել Իսրայելի դեմ, որը ներառում էր ոչ միայն թշնամական հայտարարություններ, այլև դիվանագիտական ու տնտեսական միջոցներ Իսրայելի դեմ։ Ուստի մեզ համար խելամիտ չէ թույլ տալ նրանց զինված ուժերի մուտքը Գազայի հատված, եւ մենք դրան չենք համաձայնի, եւ մենք այդ մասին ասել ենք մեր ամերիկացի բարեկամներին։ Դեռ 1998 թվականին Թուրքիայի զինված ուժերը հայտարարել էին 160 միլիարդ դոլարով սպառազինության 20-ամյա արդիականացման ծրագրի մասին։ Այդ գումարից 45 միլիարդն ուղղված էր ռազմաօդային ուժերի արդիականացմանը, մասնավորապես 200 միավորի հասնող F-16-երի պարկի թարմացումն ու F-35-երի ձեռքբերումը։ Ռուսաստանից S-400 զենիթարթիռային համալիրների ձեռքբերումից հետո Միացյալ Նահանգները չեղարկեց Թուրքիայի հետ F-16-երի արդիականացման գործարքները։ 2019-ից էլ պարբերաբար կասեցվում է F-35-երի առաքումները։ Օրեր առաջ Դոնալդ Թրամփն ակնարկեց, որ Վաշինգտոնը կարող է վերանայել իր դիրքորոշումը, եթե Անկարան հրաժարվի ռուսական զենքից, եւ խնդիրը նորից պատվեց մշուշով։ Ըստ մասնագետների Թուրքիայի արևմտյան գործընկերների հետ հարաբերությունների խորացումը ընթանում է Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական նոր զարգացումների եւ դիրքորոշումների խորացման ակասությունների ֆոնին։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Թուրքերի գործերը լավ չեն Մոնտենեգրոյում լարված իրավիճակ է այն բանից հետո, երբ թուրքերը դանակահարել են մի տեղացի տղամարդու, ոստիկանությունն արդեն ձերբակալել է տասնյակ թուրք եւ ադրբեջանցի քաղաքացիների, ինչպես հանցագործությանը մասնակցելու կասկածանքով, այնպես էլ առանց անհրաժեշտ փաստաթղթերի երկրում գտնվելու համար։ Այս դեպքից հետո Մոնտենեգրոյի կառավարությունը որոշել է ժամանակավորապես չեղարկել Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի երկիր մուտք գործելու իրավունքը։ Սա շատ լուրջ է, եթե հաշվի առնենք, որ Բալկանյան այդ երկրում մոտ 13,000 թուրք է բնակվում եւ զբաղվում բիզնեսով, ինչը կարեւոր է երկրի տնտեսության համար։ Թուրքերի ու ադրբեջանցիների զանգվածային ձերբակալություններ են Մոնտենեգրոյում։ Ամեն ինչ սկսվել է շաբաթ գիշերը սրճարանի մոտ մի սովորական լեզվակռվից։ Կրքերը թեժացել են, երբ մի խումբ թուրքեր հարձակվել ու դանակահարել են Չեռնոգորցի տղամարդու, որը պաշտպանել է մի կնոջ։ Բարեբախտաբար տուժածի կյանքը բժիշկները կարողացել են փրկել։ Ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է դանակահարությանը մասնակցելու կասկածանքով 2 անձի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքացիների, բայց ոչ միայն այսքանը։ Եվս 45 քաղաքացի էլ օրինական բնակության փաստաթղթեր չունենալու կասկածանքով է ձերբակալվել։ 7-ին տուգանել են եւս 8-ի հանդեպ արտաքսելու որոշում կայացրել։ Չեռնագորիայի կառավարությունը ժամանակավորապես կկասեցնի Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը եւ ինտենսիվ քննարկումներ կսկսի Անկարայի հետ ապագա վիզային պայմանավորվածությունների շուրջ։ Տեղացիների զայրույթն այնքան ուժգին է, որ ցույցեր են սկսվել սպանեք թուրքերին վռնդեք նրանց կարգախոսներով։ Կատաղած ցուցարանները ջարդուփշուր են արել թուրքերի ռեստորանները եւ մեքենաները։ Տեղացիները սեփական ուժերով նաեւ բարեկախմբեր են ձևավորել թուրքերի հակահարձակումը դիմագրավելու համար։ Հյուգոյի հայտնի այստեղով թուրքեր են անցել միտքն այս դեպքում հակառակ տրամաբանությամբ է գործել։ Անկարան արագորեն արձագանքել է տեղի ունեցածին։ Արտգործնախարար Հական Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել վարչապետ Միլոյ Կոսպայիչի եւ իր պաշտոնակից Էրվին Իբրահիմովիչի հետ, կոչ անելով Չեռնոգորիայի իշխանություններին ապահովել թուրք քաղաքացիների պաշտպանությունը։ Դրանից հետո Թուրքիայի արտաքին գերատեսչությունն էր հանդես եկել հայտարարությամբ։ Անկարան ակնկալում է, որ Չեռնոգորիայի իշխանությունները անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն Թուրքիայի քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքներն ապահովելու համար։ Մոնտենեգրոյում մշտապես կամ ժամանակավ գրանցված 100,000 օտարերկրյա քաղաքացիներից մոտ 13,000-ը թուրքեր են։ Մեծ մասը բնակվում են անօրինական, ընդ որում թուրքերն ունեն գրեթե 7,000 գրանցված ընկերություն։ Օտարերկրյա ձեռնարկությունների ընդհանուր կազմում թուրքականների մասնաբաժինը 28% է։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Ուժգին երկրաշարժ է եղել Թուրքիայի Բալաքեսիր նահանգում, որը զգացվել է նաև Ստամբուլում եւ մոտ շրջաններում։ Ավերածություններից վիրավորներ կամ փակվել են դպրոցները, կաթվածահար է եղել օդանավակայանների աշխատանքը։ Երկրաշարժ է։ Հենց հիմա երկրաշարժ է, վայ, երկրաշարժ է, այո սիրելի հեռուստադիտողներ, շատ ուժեղ ցնցվում ենք հիմա։ Խեղճ երեխաներ, ես հիմա նրանց եմ գրում։ Ուժգին երկրաշարժ Թուրքիայում 48 ժամվա ընթացքում երկիրը ցնցվել է երկրորդ անգամ։ 6.1 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը Բալաքեսիր նահանգն է։
Ըստ թուրքական պաշտոնական տվյալի 22 մարդ է վիրավորվել։ Հիմնականում խուճապի պատճառով պատշգամբից դուրս նետվելու հետևանքով։ Զոհերի մասին դեռ տեղեկություններ չկան։ Նահանգի մի քանի քաղաքում բարձրահարկ շենքեր են փլուզվել։ Դպրոցները փակվել են, շատ բնակավայրերում խափանվել է հոսանքի եւ ջրի մատակարարումը։ Ցնցումների ընթացքում խափանվել է մոտ 16 միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլի 2 օդանավակայանի աշխատանքը։ Օդաչուներին հրահանգել են մնալ օդում։ Ցնցումները զգացվել են Իզմիրում, Ստամբուլում, Բուրսայում եւ հարակից շրջաններում։ Շատերը լքել են իրենց տները վախենալով հետցնցումներից եւ հետագա ավերածություններից։ Արդեն գրանցվել է 2 տասնյակից ավելի հետցնցում։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Նախագահ Թայիփ Էրդողանը փորձել է հանգստացնել խուճապի մատնվածներին, հայտարարել է, որ ուժեղ երկրաշարժից հետո իրավիճակը իրենց վերահսկողության տակ է։ Մերի Դանիելյան, Open Media։ Ճապոնիա գնացած Թրամփը ամերիկա-ճապոնական հարաբերությունները որակելով մտերմիկ, ասել է, թե Միացյալ Նահանգները Ճապոնիայի հետ ունեցել է փոքր կոնֆլիկտ, ինչպիսին էր նրա երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակայիչին Թրամփի հետ բարձրացել է ամերիկյան ավիակիրի վրա, որտեղ Թրամփի այցի արարողակարգային մասն էր եւ Թրամփը գրկախառնվել է, ներկայացրել է նրան որպես հրաշալի վարչապետ։ Միացյալ Նահանգների եւ Ճապոնիայի միջև սիրելի դաշինքը հիրավի ամբողջ աշխարհում ամենահրաշալի հարաբերություններից մեկն է։ Երբեք չի եղել նման բան։ Սարսափելի պատերազմի մոխիրներից սնված մեր կապը 8 տասնամյակների ընթացքում աճել է մինչև այն գեղեցիկ ընկերությունը, որը մենք ունենք։ Այն խաղաղ օվկիանոսում խաղաղության եւ անվտանգության հիմքն է։ Ճապոնիան եւ Միացյալ Նահանգները ավելի ուժեղ եւ բարգավաճ դարձնելու համար ես ուզում եմ աշխատել նախագահ Թրամփի հետ միասին Ճապոնիա ԱՄՆ դաշինքի նոր ոսկե դարաշրջան կառուցելու համար։ Շնորհակալություն։ Թեժ է իրավիճակը Աֆրիկայում ու պատճառը միայն շոկը չէ։ Ջենզին երիտասարդները, որոնք ծնվել են թվային դարաշրջանում, հոգնել են հին ղեկավարներից եւ կոռուպցիայից։ Կամերունում, որտեղ 92-ամյա նախագահը արդեն 8-րդ անգամ է վերընտրվել, երիտասարդները փողոց են դուրս եկել։ Նրանք պահանջում են արդար ընտրություններ եւ նոր առաջնորդ ավելի երիտասարդ 80-ամյա Բակարիին։ Մոզամբիկում, որտեղ մոտ կես դար է իշխող կուսակցությունը նույնն է, էլի իրավիճակ են փոխում երիտասարդները։ Մադագասկարում էլ Ջենզիի մասնակցությամբ զանգվածային ցույցերը ռազմական հեղաշրջման եւ նախագահի պաշտոնանկության են անգամ հասցրել։ Պատվարժան դատարանն ազդարարում է, որ 92-ամյա Բիա Փոլը արդեն 8-րդ անգամ ընտրվում է Կամերունի նախագահ։ Կենտրոնական Աֆրիկայի այս երկրում պետության ղեկավարի պաշտոնավարման ժամկետը 7-ամյա է։ Ուստի աշխարհի ամենատարից առաջնորդը կարող է նոր ռեկորդ սահմանել, նախագահի պաշտոնում մնալով մինչև 99 տարեկանը։ Հավանաբար սա կլինի նրա վերջին վերընտրությունը։ Աֆրիկյան երկրի փողոցներում սակայն համաձայն չեն սպասել մինչև նրա մահը։ Պահանջում են երկրի ղեկը հանձնել ընտրություններում նրա մրցակից 80-ամյա Իսա Տչիրոմա Բակարիին։ Փոլ Բիյանը գողացել է մեր հաղթանակը։ Նրանք արդեն ամեն ինչ նախորոք ծրագրել էին։ Մենք պահանջում ենք մեր թեկնածուի արժանի հաղթանակը։ Այս նախագահը պետք է լքի Կամերունը։ Մենք հոգնել ենք, ժողովուրդը հոգնել է։ Ուզում ենք, որ մեր թեկնածուն Իսա Տչիրոման գա եւ կարգի բերի երկիրը։ Մենք բավականաչափ տառապել ենք։ Երիտասարդները աշխատանք չունեն, երկիրը քաոսի մեջ է։ Իշխանության կողմնակիցները սակայն պնդում են, որ Բիայի հաղթանակը օրինաչափ ու արդար է։ Նա խաղաղության մարդ է, միավորող գործիչ, հայր է երկրի համար, եւ մենք դեռ շատ հույս ունենք նրա վրա։ Բիա Փոլը, որ այսօր մոլորակի ամենածեր գործող նախագահն է, 1982-ին ընտրվելուց հետո դիմակայել է 84-ի հեղաշրջման փորձին, իսկ 92-ին միջազգային ճնշման տակ անցկացրել է երկրի առաջին բազմակուսակցական ընտրությունները, թեև ըստ դիտորդների բազմաթիվ կեղծիքներով։ Կամերունը միակը չէ աֆրիկյան մայրցամաքում, որտեղ պահանջում են երկարամյա ղեկավարի հրաժարականը։ Մոզամբիկում օրինակ բողոքի ցույցերը սկսվել էին վիճահարույց ընտրություններից հետո, որոնք երկարացրել էին իշխող կուսակցության գրեթե կեսդարյա իշխանությունը։ Մարդիկ բողոքում էին կոռուպցիայի, թանկացումների եւ գործազրկության դեմ։ Մադագասկարում եւս տեղի ունեցան զանգվածային ցույցեր։ Հիմնականում երիտասարդների Ջենզիի մասնակցությամբ։ Ցույցերն ավարտվեցին ռազմական հեղաշրջմամբ եւ նախկին նախագահի պաշտոնանկությամբ։ Մարոկոյում եւս Ջենզին ակտիվացել է բողոքում են կառավարության անհիմն ծախսերի դեմ։ Մայրցամաքում տարածված շարժումները մարտահրավեր են նետում իշխող էլիտաներին եւ պահանջում ավելի ժողովրդավարական կարգեր։ Աննա Հարությունյան, Open Media։
Եկեք մի քիչ լավ բաների մասին խոսենք, մեծ արագությամբ երկիր մոլորակին աստերոիդ է մոտենում, լավ նորությունը սա չէր, լավ լուրն այն է, որ մեզ դրանից վտանգ չի սպառնում։ Երեկ Մոսկվայի երկնքում է ինչ-որ լույսի հետք երևացել, ինչն անգամ NASA-ին է անհանգստացնել։ Տեսնենք ինչ կպատմի իմ գործընկեր Մերի Դանիելյանը։ Տիեզերական չափումներով սրընթաց արագությամբ երկրին է մոտենում խորհրդավոր երկնային օբյեկտ, որը նախկինում երբեք չի երևացել։ 3i Atlas, հազվագյուտ միջաստղային օբյեկտ, որը հայտնաբերվել է այս ամռանը եւ բուռն քննարկումներ առաջացրել։ Երկնային մարմինը շարժվում է 210,000 կմ/ժ կամ վայրկյանում գրեթե 60 կմ արագությամբ։ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ավի Լոեբի խոսքով, այս մասշտաբի օբյեկտը կարող է հայտնվել միայն 10,000 տարին մեկ անգամ։ Ըստ NASA-ի 3i Atlas-ը որևէ սպառնալիք չի ներկայացնում երկրի համար։ Հաշվարկները ցույց են տալիս, որ օբյեկտը երկրագնդին ամենամոտը կլինի դեկտեմբերին, մոտ 270 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։ Աստերոիդի քաշը 33 միլիարդ տոննայից ավելի է, օբյեկտի տրամագիծը մոտ 5 կիլոմետր է, մոտավորապես Մանհեթենի կղզու չափ։ Աստղակերպը տարբերվում է իր նախորդներից տարօրինակ քիմիական բաղադրությամբ։ Օբյեկտի շուրջ նիկելի գոլորշու ամպեր են նկատվել առանց երկաթի։ Սա զարմացնում է գիտնականներին, քանի որ սովորաբար նիկելը եւ երկաթը միասին են հանդես գալիս տիեզերական մարմիններում։ Whether that may be some kind of a conspiracy that Ինձ հարցրել են, թե արդյոք դա կարող է լինել որևէ դավադրություն, որը կապված կլինի այլ մոլորակային ինտելեկտի հետ։ Ես կարծում եմ շատ ավելի հավանական է, որ դա երկրային հիմարության, քան այլ մոլորակային ինտելեկտի արդյունք լինի։ Մինչև այժմ բազմաթիվ աստերոիդներ են անցել երկրի մոտով, որոշները պոտենցիալ վտանգավոր։ Վերջին ցնցող դեպքը 2013-ին էր, երբ աշխարհը ականատես եղավ սարսափեցնող տիեզերական իրադարձության։ Մոտ 18-ից 20 մետր տրամագծով երկնային օբյեկտը հայտնվեց Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքի երկնքում եւ պայթեց մոտ 30 կիլոմետր բարձրության վրա։ Առաջացած հարվածային ալիքը 6 քաղաքներում վնասեց շուրջ 7200 շինություն, կոտրելով բոլոր ապակիները եւ վիրավորելով ավելի քան 1500 մարդու։ Այս իրադարձության վտանգն այն էր, որ աստղակերպը չէր հայտնաբերվել մինչև մթնոլորտ մտնելը, քանի որ այն մոտենում էր թաքնվելով արեգակի շողերի մեջ։ Իսկ երկրին մոտեցող Atlas աստղակերպը Չելյաբինսկի մետեորոիդից ծանր է 3 միլիոն անգամ։ Մերի Դանիելյան, Open Media։ Սիրելի հայրենակիցներ, մինչև որ այս թողարկման վերջին ռեպորտաժին կհասնենք, ես հիշեցնեմ այսօրվա գլխավոր լուրը, ես հենց նորել էի նայում, թե ինչ նորություն կա Գեղարքունիքի մարզում անհետացած 3-ամյա տղա երեխայից, դեռևս ոչ մի նորություն, որոնողական աշխատանքները շարունակվում են, ինչպես արդեն ներկայացրել է Գեղարքունիքի Ծափաթաղ գյուղում է տեղի ունեցել դեպքը, որոնողական աշխատանքներ են, այս պահին 200-ից ավելի փրկարարներ են միացել Երևանից են անգամ օգնության գնացել, այս թողարկման սկզբում էլ ներկայացրինք այն, թե ինչ էր տեղի ունեցել գյուղում, ինչ էր կարողացել մեր գործընկերը պարզել այնտեղ, վաղը մենք եւս հետևելու ենք այդ զարգացումներին, իսկ այս թողարկման վերջում SOS մանկական գյուղեր բարեգործական հիմնադրամը 35 տարեկան է։ Մեր երկրում Սպիտակի երկրաշարժից հետո սկսած այս նախաձեռնությունը բազմաթիվ երեխաների ընտանիքում մեծանալու հնարավորություն է տվել 35-ամյակի այսօրվա միջոցառմանը իմ գործընկեր Աննա Հարությունյանը խոսել է մի կնոջ հետ, որը 26 երեխայի մայրություն է արել։ երեխա են իմ մոտ եղել, հիմիկվադրությամբ 5-ն են, մնացած արդեն ավարտել են, մեծացել են, ամուսնացել են, երեխաներ ունեն։ 26 տարում 26 երեխաներ մեծացրած Իրինա Մուրադխանյանը SOS մանկական գյուղեր հիմնադրամի այն խորհրդանիշերից է, որոնք տասնյակ տարիներ Հայաստանում իրականացնում են մի առաքելություն, ընտանիք պարգևել այն երեխաներին, որոնք զրկվել են դրանից։ Իրինան հիշում է հիմնադրամին միացել է, երբ դեռ շինարարություն էր ընթանում։ Աշխատել եմ 3.5 տարի որպես SOS մորաքույր, իսկ հետո արդեն դարձել եմ SOS մայր, ընդունվել եմ որպես SOS մայր։ Յուրաքանչյուր երեխա ունի իր պատմությունը եւ իր ցավը, եւ SOS մոր համար ամենադժվարը հենց այդ ցավով ապրելն է երեխայի վստահությունը շահելու եւ նրա համար իսկական ընտանիք դառնալու համար։ Ամեն երեխայի հետ անցնում ես այդ կյանքը, որով ինքը անցել է, դու այդ ամեն ինչ իմանում ես ու այդ է դժվար։ Պետք է ընդունես, պետք է կոպիտ ասած ապրես դա, որ կարողանաս հետ հարաբերությունները նորմալ ստեղծես։
10 տարուց ավելի աշխատած մայրերին հանձնվեցին ոսկե մատանիներ, որպես նրանց նվիրումի գնահատական։ Հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը հիշեցնում է, հիմնադրամը ստեղծվեց 1988 թվականի երկրաշարժից հետո, 1990-ին։ Եվ սկսեց խնամք իրականացնել առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ովքեր երկրաշարժից հետո կորցրել էին իրենց ծնողներին։ Այդ ժամանակ խնամքը իրականացվում էր սոս մայրերի միջոցով, որոնք ընտրվում էին հատուկ ստանդարտներով։ Տարիների ընթացքում կազմակերպության առաքելությունը փոխվել է։ Այսօր հիմնական շեշտը դրվում է ոչ թե հետևանքների, այլ պատճառների վրա, կանխելով երեխաների հայտնվելը խնամքի հաստատություններում։ Բացի խնամքի ծառայություններից, որը մենք տրամադրում ենք, վերջի 15 տարիներին կազմակերպությունը սկսել է ավելի ակտիվ աշխատանքներ իրականացնել կանխարգելման գործառույթի հետ կապված, քանի որ գտնում ենք, որ կանխարգելումը ավելի կարևոր է, որպեսզի երեխաները չհայտնվեն խնամքի հաստատությունում, ինչպես նաև մեզ մոտ։ Հենց այդ գործով է ներգրաված Արմենուհի Ալաղյանը, որն ինքը մեծացել է Սոսմանկական գյուղում, իսկ այժմ որպես սոցիալական աշխատող օգնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին։ Ես ինքս մեծացել եմ Սոսմանկական գյուղերում եւ գնահատելով ընտանիքի արժեքը եւ հասկանալով, որ յուրաքանչյուր երեխայի համար առաջին հերթին կարեւոր է մեծանալ կենսաբանական ընտանիքում եւ ուսումնասիրելով տվյալ մասնագիտությունը, որ գերազանց ավարտել եմ, որոշեցի աշխատեմ եւ հանկարծակի հայտարարությունը տեսնելով դիմեցի կազմակերպություն, հասարակություններն անցելուց հետո ընդունվեցի։ Այս բարդ աշխատանքում Հայաստանի գրասենյակը մենակ չէ։ Կազմակերպությունը, որը գործում է 137 երկրում, ունի միջազգային գործընկերներ, որոնցից է Սոսմանկական գյուղեր Ֆրանսիա հիմնադրամը։ Արդեն մի քանի տարի է, ինչ մենք հանդիսանում ենք SOS Հայաստանի գործընկերը։ Այժմ 3 տարվա համար նախատեսված 2 աջակցություն ունենք Կոտայքում եւ Իջևանում։ Գիտեք, մեր առանձնահատկությունն այն է, որ օգնում ենք այլընտրանքային խնամքի ծրագրերին։ Յուրաքանչյուր երեխա մի դեպք է եւ մենք պետք է գտնենք լավագույն լուծումը։ Եվ նաեւ համապարփակ մոտեցմամբ, առողջապահության, սննդի, կրթության եւ այլնի վերաբերյալ, ինչպես նաեւ երեխաների որոշակի անվտանգության ապահովման։ Ընտանիք կառուցելու գործընթացը սկսվում է ոչ թե կանոններից, այլ անհատական մոտեցումից, վստահության ձեռքբերումից եւ յուրաքանչյուր երեխայի պատմությունը հասկանալուց։ Մենք իմանում ենք իրանք ինչ որտեղից են եկել, ինչ փորձառություններ են ունեցել, ու ըստ դրա արդեն ինքդ մտածում ես ոնց կարելի է վստահություն ձեռք բերես երեխայի մոտ, վստահության հետ էլ արդեն կգա սերը։ Օգնում ենք, որպեսզի կայունանան, կարողանան ինքնուրույն հաղթահարել իրենց կյանքի դժվարին իրավիճակները եւ հիմնական մեր նպատակն է, որպեսզի յուրաքանչյուր երեխա մեծանա սիրված եւ հասկացված ընտանիքում, այսինքն կանխարգելում ենք մանկալքությունը։ Սոսմանկական գյուղեր հիմնադրամի 35-ամյա ուղին ոչ միայն միջազգային համագործակցության եւ սոցիալական աշխատանքի, այլև Իրինայի նման հարյուրավոր մարդկանց նվիրումի պատմություն է։ Աննա Հարությունյան, Ստեփան Տիգրանյան, Դավիթ Եղիազարյան, Reopen Media։ Այսքան է սիրելի հայրենակիցներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր էջին, գրել ձեր մեկնաբանությունը, որովհետև դա մեզ համար շատ կարևոր է։ Իսկ մենք կհանդիպենք, ցտեսություն։